ծրագիր եք պատկերացնում։ Քննարկումը սկսում ենք 4-րդ համարից եւ ավարտում 3-րդ համարով։ Խնդրեմ, պարոն Գրիգորյան։ Բնականաբար Գյումրին որպես տուրիստական քաղաք, քանի որ բոլորս գիտենք, հիմնական շարժը Գյումրիում տուրիստների միջոցով է, մենք պատկերացնում ենք, որ Գյումրու ծայրամասային խոշոր թաղամասերը, մուշ թաղամասը եւ 58 թաղամասը պիտի զարգացնենք, պիտի ստեղծենք հնարավորություններ մուշ եւ 58 թաղամասերում, որպեսզի կարողանանք այդ տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր որ գալիս են Գյումրի քաղաք միջոցառումների ժամանակ, տեղափոխենք փոքր կենտրոնից դեպի ծայրամասային թաղամասեր։ Օրինակ, մուշ թաղամասում պատկերացնում ենք մեծ արենա, որտեղ կառուցել, մեծ արենա, որտեղ քաղաքի բոլոր միջոցառումները, քաղաքի տոն եւ մնացած բոլոր միջոցառումները եւ նաեւ նախատեսում ենք, որ կունենանք նմանատիպ 12 միջոցառումներ 12 ամիսների ընթացքում եւ այդ հազարավոր մարդկանց կտեղափոխենք մուշ թաղամաս, որի արդյունքում նաեւ կզարգանա, նաեւ մուշ թաղամասը։ Բնականաբար 58-ի եւ մյուսների հետ կապված էլ կա ծրագրեր, բայց չգիտեմ ժամանակ ասել։ Տեսեք, ես պատկերացնում եմ, որ քաղաքի ծայրամասային թաղամասերը մենք սկզբից, այսինքն սկզբնական շրջանում մենք պետք է քաղաքին կապենք։ Քաղաքից իրենք շատ են կտրված, ամեն հարցով։ Հետո նոր կապելուց հետո երբ արդեն քաղաքը սկսեց համատեղ կյանքը միասին, մենք նոր ընդլայնելու ենք թաղերի, կտրված թաղերի եւ կենտրոնի կապը, այսինքն ունենալու ենք խաղահրապարակներ, ունենալու ենք զալեր, սպորտ զալեր, սպորտ դպրոցներ։ Սկզբնական շրջանում պատկերացնում եմ քաղաքի ծայրամասերի շատ արագ կապը եւ շարժը կենտրոնի հետ։ Այնուհետև քաղաքի կենտրոնից դուրս սկսենք ընդլայնել մեր ծրագրերը, այգիներ, խաղահրապարակներ եւ այլն եւ այլն։ Շնորհակալություն, պարոն Մխիթարյան, խնդրեմ։ Ես պարոն Մինասյանին կաբրենք կտեսնենքի համար մի բան ասեմ, աբրե տեսել ենք, պարոն Մինասյան, աբրե տեսել ենք, որ դե գլխավոր հերոսն ես իմ սիտկոմի, ինգեր պրոդյուսեր եմ, չէ, սիտկոմի գլխավոր կերպարն ես։ Ուրեմն աբրել տեսել ենք, որ Արցախը Հայաստան էր եւ վերջ հետո հանձնեցիք։ Աբրել տեսել ենք, որ 7 տարվա 5 շենք եք կառուցել, իսկ հիմա մի տարվա 500 բնակարան եք ասում, որ պատրաստ եք կառուցելու ու ներդրողի միջոցով էնել են դեպքում, որ ներդրողը, այսինքն եթե դուք չեք ընտրվում այդ ներդրողը ներդրում չի անելու, այդ ինչ վստահություն է, ներողություն, այդ ինչ վստահություն է, որ ձեր պարագայում այդ շենքերը կառուցվելու են։ Երկրորդը, Տիգրան Ավինյանը 2022 թվականին էր խոստանում Թալին-Գյումրի ճանապարհը, որը այդպես էլ չբացվեց։ 3 տարի ուշացումով ձեր խնդրանքով այդ ինչ կախարդական իրավական նորմ է ձեր խնդրանքը։ Վերջ, սա հարց ու պատասխան։ 3 տարի ուշացրել եք, որ ասում եք կապրենք կտեսնենք։ Ներդրողը ինքնուրույն չեղավ։ Պարոն Այկ, Ուրեմն մենք պատկերացնում ենք, որ քաղաքը պիտի բաժանվի 4 տարբեր մասերի, որովհետև 58 թաղամասից եւ Մանուշյան կամ Կազաչիպոս թաղամասերից, որ գալիս են Գյումրի կենտրոն, իբրև զբոսաշրջիկներ են իրենք։ Այսինքն բաժանելով 4 մասի, կենտրոնը լինելու է առանձին, ուտել խմելու վայրը լինելու է առանձին, այս մի վայրը կառուցվելու է մուշ թաղամասում, ասենք կրկես, նման նպատակներ մենք ունենք։ Այսինքն զբոսաշրջիկը չկա մենակ հրապարակը, իր հարակից տարածքով տեսավ, ավարտվա 1 ժամում ինքը կարող է Գյումրից հետ վերադառնա, մեկ էլ վերջում մտնի Պոնչիկ, ուրիշ բան չի կարողան։ Այսինքն Գյումրին միայն կենտրոնն է շնչում։ Իսկ երբ որ 4 տարբեր մասերի է բաժնում, այդ ժամանակ արդեն ու գեղեցկացնում ու ասենք շատ խաղահրապարակների դեպ ասեմ, որ բոլոր 58 թաղամասի եւ մուշ թաղամասի խաղահրապարակները ամբողջովին միանգամից առանձին չէ, այդ ծրագիրը ունենք, ներդրողներն ունենք արդեն, որ միանգամից այդ խաղահրապարակները կառուցվելու է երեխաների համար։ Պարոն Մալխասյան։ Այն որ քաղաքական համաչափ է զարգանում, ընդունում եմ, բայց խոսուտի հետ համաձայն որ կենտրոնը զարգանում է, ծայրամասերը չեն զարգանում, մենք պետք է կենտրոնից սկսենք։ Այո, կենտրոնից է սկսել ենք, բայց երեք արձանագրենք, որ կենտրոնում կոնկրետ
տարածքային զարգացման հիմնադրամով Սլաբոդկա թաղամասում հիմնանորոգման աշխատանքներ կատարվել փողոցում, բայց փողոցներ կան, որ էլի նույն վիճակին է մնացել։ Ղորղանյան փողոցը, Հանես Սողոյանի փողոցի դերանից աջ հատվածը ասֆալտապատել են, հիմնանորոգել են, ցախ հատվածը չեն ասֆալտապատել։ Նմանատիպ խնդիր է, այսինքն այստեղ պետք է համաչափ զարգացնել, իդեպ նախորդ իշխանությունները պայքարելիս նույն խոստումները տվել են ու չեն իրականացրել։ Այստեղ այսինքն կամք է պետք այն ծրագրերը, որը կենտրոնում իրականացվել է եւ արդյունավետ է եղել, տեսանելի արդյունք մենք տեսել ենք, այդ զարգացումը տանել նաև քաղաքի ծայրամասեր։ Մուշ թաղամասում դժգոհում են, որ եկեղեցի չկա, դժգոհում են, որ բուժ հաստատություն չկա։ Այո, Գյումրիում մեկ բուժ հաստատություն կա եւ մարդիկ իրականում դժգոհում են։ Այդ ամեն ինչը Շնորհակալություն, պարոն Բարսավյան։ Մեր ծրագրում իսկապես հատուկ ուշադրություն է դարձված քաղաքի համաչափ զարգացմանը, որովհետև մեր դիտարկումները ցույց են տալիս, որ գոնե մաքուր փողի ծախսի հաշվարկով կենտրոնը մի քանի անգամ գերազանցող ֆինանսավորում է ստացել, քան թե թաղամասերը, առավել ևս ծայրամասային թաղամասերը։ Տեղական իշխանության մատուցելիք ծառայությունները պիտի համահավասար բաշխվեն ամբողջ քաղաքի մակերեսով։ Չպիտի լինի կենտրոնում կափարիչով նոր աղբամաններ, ծայրամասերում մետաղյա առանց կափարիչի աղբամաններ։ Գիշերային լուսավորություն, համահավասար, տրանսպորտային հաղորդակցություն, մինչև գիշերը 23-ն ենք մենք նախատեսել։ Դա նպաստելու է իսկապես տարբեր թաղամասերի կապերին։ Երթուղիների կապակցություն թաղամասի ծայրից մյուս թաղամաս, Երևանյան խճուղուց գծանցային անցում դեպի մսի կոմբինատ թաղամաս եւ 20 հատ տարեկան թաղամասային կենտրոնների ստեղծում 30-50 տեղանոց կինոթատրոններով, փոքրիկ սրահներով, սեղանի խաղեր եւ այլ հնարավորություններ։ Շնորհակալ եմ, պարոն Մինասյան։ Պարոն Մխիթարյան, ուրեմն Արցախը հանձնել են ձեր հաղորդման սկզբում գովացած նախագահները այն ժամանակ մի կնդադեք դուք որ խոսում եք ես չեմ ընդհատել մի խանգարեք իր մի րոպենա տեսեք դուք որ խոսում եք ես հարգանքի ցուցաբերում պահանջում եմ որպեսզի դու ես կարող դուզի չարգես հանգիստ ուրեմն լսե ինչ Չէ, սպասեք, մի րոպե։ Պարոն Մինասյան, մի րոպե։ դուրս գալ քաղաքում բանկալ Պարոն Մինասյան, մի րոպե։ ուրեմն ուշադիր լսեք քեզ ինչ Հարգեք Հայաստաների եւ հետո հանձնեցիք։ Հիմա Արցախը Հայաստանի Երբ գյումրեցիները փող կուտայնոր Ղարաբաղ չծառայել դու Ռոբերտ Քոչարյանի դու Ղարաբաղը եկան վատ տեղ որ գյումրեցի գումար մտի վճարելով չես դարձել դու այդ կանը Մխիթարյան։ Պետք է հարգենք բոլորին։ Մի րոպե։ Մի րոպե, լսեք, ես իմ անազգանք լսեք։ Դուք մի րոպե խոսացիք, ճիշտ է։ Ասացիք ինչ ուզում եք, ճիշտ է։ Հիմա իր մի րոպեն է, մի ընդհատեք։ Հարգեք բոլորին։ Բայց սուտ է խոսում։ Պարոն Մխիթարյան, հետո Այսինքն կարող է սուտ խոսել։ Իր մի րոպեն։ Կարող է սուտ խոսել։ Կարող է սուտ խոսել։ Ինչ ուզի իր մի րոպե կարող ասի, հասկացա։ Դուք ստորագրել եք հարգելու Պրագայում բոլորին իր իշխանությունը ճանաչել է Ինքը չի լսել, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս։ ապրեք։ Դուք լսել եք պարոն Ասեցիք։ Պարոն Ղազարյան, դուք լսել Ասեցիք, ես շատ բան եմ լսել։ Դուք Ասեցիք, դուք հիմա լսել եք լսեք որ Նիկոլ ուշադիր։ Փաշինյանը։ Պարոն Մխիթարյան, ես վերջի անգամ ասում եմ չեմ ասել։ Վերջինը ուլտիմատումներով մի խոսեք, Ես ուլտիմատում, ես խնդրում եմ ձեզ։ Հարգեք դիմացիներին։ Ես խնդրում եմ կպատասխանեք իմ հարցին, Հարգեք, ոչ, ես ձեր հարցին չեմ պատասխան։ Դուք կարող եք գալ ինձ հյուր չեկաք։ Ես կպատասխանեմ։ Փաշինյան Նիկոլը լսել եք որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Դու լսել ես որ Գյումրիը Դուք լսել եք որ Նիկոլ Փաշինյանը Արցախը ամենավատ տեղն էր։ Բարոնայք, ներողություն, Մայրենիք ես ճանաչել։ Արցախի պատմական Անջատեք միկրոֆոնը։ Անբական չէ սուրբ մայրենիք Անջատում եք միկրոֆոնը։ Գնա, կարող ես Սուրբ մայրենիք ես ճանաչել։
Որը քո ղեկավարը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Որը քո ղեկավարը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Որը քո ղեկավարը Բամինասյան, չեք կարող խոսել։ Խնդրում եմ, լռեք։ Բամինասյան, հարգեք գյումրեցիներին։ Մի խոսեք։ Այմար գյումրեցիներին մի Պարոն Մխիթարյան, կամ ենք հարգում Չարձագանքեք։ կամ չենք անում շարունակում։ Ինչը չեք շարունակում, պարոն։ Հարգում ենք, չեք հասկանում ինչ եմ խոսում։ Խոսափողս միացած է։ Չէ, անջատած է։ Չէ, դե միացել եք։ Բամինասյան, ինձ Ես նայեք մենակ դուք չպետք է խոսեք։ Բա մենակ դուք պիտի խոսաք։ Չէ, բայց Ձեր միացել եք։ Ձեր միկրոֆոնը միացրած է։ Եթե Միացրեք։ հարգում եք մնացածին, շարունակում ենք։ Մնացածին հարգում եմ։ Ուրեմն տեսեք, չենք խախտում ֆորմատը, պարզ է։ Դուք Շարունակեք։ ձեր մի րոպեն խոսացիք, ինքը Շարունակեք։ պետք է մի րոպեն խոսա։ Ուրիշ ձև չի լինելու։ Շարունակեք։ Սուտ խոսեց, էլի ընդհատելու է։ Կուզենա սուտ խոսակ, Դուք կուզենա Չէ, Հայաստանի Հանրապետությունը շատ է խոսվել։ Սուտ խոսեց։ Դուք հիմա այս ժամանակը ծախսեցիք, ես Տիկին Դանելյան, խնդրում ձեր եմ։ խաթր, հարց չկա։ Վերջ։ Դուք ձեր արձագանքի հնարավորությունը կունենաք եւ հարց տալու հնարավորությունը։ Հիմա խնդրում եմ չխանգարեք իրար։ Ուրեմն այս մարդը Մի հարգելի րոպե, գյումրեցիներ։ Վերականգնեք Բամինասյանի ժամանակը, խնդրում եմ։ Ես նախ ներողություն եմ խնդրում գյումրեցիներից, որովհետև գյումրեցիները այսօր անհամբեր սպասում են, որ մենք ներկայացնենք Գյումրու խնդիրների վերաբերյալ մեր մոտեցումները, ծրագրերը, Արցախի հետ կապված գյումրեցիները հստակ հիշում են եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, մարդիկ գումար էին հայտայտում վճարեին, որ Լեռնային Ղարաբաղ իրանց երեխաները չընկնեին, այլ ծառայեն Հայաստանի Հանրապետության գոնե ներսում։ Սա փաստ է, սա բոլոր գյումրեցիները գիտեն, ում երեխան ընկել է ժամկետային ծառայության ընթացքում տեղափոխել են Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղ, այդ մարդիկ իրենց դժբախտ են համարել։ Հիմա եկել եք գյումրեցիներին ուզում եք հակառակը ապացուցել։ Ես չեմ ուզի շեղվեմ մեր օրակարգից, իմ համար Գյումրու խնդիրները այս պահին կարևորագույնն են։ Մարտի 30-ին գյումրեցին կատարելու է իր ընտրությունը, մարտի 30-ին գյումրեցին չի գնալու Պրագա, Մրագա, Դոնբաս, Պուտին, Թրամփ, այս աշխարհաքաղաքական process-ների հետ ընդհանրապես գյումրեցին կապ չունի, գյումրեցին իր վստահ գիտագից քվեն տալու է։ Շնորհակալ եմ, նաև ներողություն եմ խնդրում մեր հարգարժան հեռուստադիտողից մի փոքր թեմայից դուրս Բանաբեջի համար, իմ համար խնդրում։ Պարոնակ, ես լավ կարող եմ վատ եմ ասում։ Դուք ստորագրել եք, հարգեք ձեր ստորագրությունը։ Բայց պատկաստ մարդիկ նայում են